ԱՄՆ-ն պատերազմ է սկսել Վենեսուելայի դեմ։ Կարծես թե աշխարհում կոնֆլիկտների ու պատերազմների պակաս կար, դրա համար Թրամփը որոշել է մեզ անել ևս մեկ նվեր։ Արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է կարևոր նշանակություն ունեցող քաղաքացիական եւ ռազմական օբյեկտներ։ Պայթյուններ եղել են եւ մայրաքաղաք Կարակասում եւ երկրի այլ մասերում։ ԱՄՆ-ն ռմբակոծել է նաեւ Վենեսուելայի պարլամենտը եւ կառավարությունը արդեն հայտարարել է մոբիլիզացիա։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նաև ստորագրել է հրաման, որով սկիզբ է տրվել ազգային ինքնապաշտպանության մեխանիզմների կիրառմանը։ Կոլումբիան հիմա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներից է եւ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել կազմակերպել արտակարգ հանդիպում, որպեսզի քննարկվի ներկայիս իրավիճակը։ Ասեմ, որ սա անսպասելի զարգացում չի, որովհետև դեռ անցած տարվա նոյեմբերից ԱՄՆ-ն շատացնում էր ճնշումը Վենեսուելայի վրա եւ սա օրից մի օր պիտի տեղի ունենար ցավոք եւ տեղի ունեցավ այսօր։ Ինչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ն նման գործողություններով, երևի կարելի է առանձնացնել երկու ամենակարևորը։ Առաջինը դա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը, այսինքն ռազմական հեղաշրջում, եւ երկրորդը ռեսուրսների հետ է կապված։ Ինչպես գիտեք, Վենեսուելան աշխարհում մեծ, ամենախոշոր նավթի պաշարներ ունեցող երկիրն է։ Վենեսուելայում ավելի շատ նավթի պաշար կա, քան Սաուդյան Արաբիայում, եւ բնականաբար ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ այդ ռեսուրսներին եւ Վենեսուելայում դնել այնպիսի կառավարություն, այնպիսի իշխանություն, որը կողմ կլինի ԱՄՆ-ի առջև Վենեսուելայի պաշարները բացելուն։ Իհարկե, ինչպես միշտ ԱՄՆ-ն իր գործողությունները բացատրում է մարդու իրավունքներով, դեմոկրատիայի հաստատմամբ եւ այլն, բայց բոլորին պարզ է, թե սրա հետևում ինչ քաղաքական նպատակներ կան, նաեւ ասեմ, որ սա շատ կոպիտ խախտում է միջազգային իրավունքի։ Ես կհետևեմ զարգացումներին, իսկ դուք բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, մերսի։